Ադրբեջանը պահանջում է արտահանձնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանը կկատարի այդ պահանջը։ Անկեղծ ասած չգիտեմ Նիկոլ Փաշինյանը կկատարի թե չի կատարի, բայց Ադրբեջանը նախ գլուխը պատովն է տալիս։ Ադրբեջանին նույն Նիկոլ Փաշինյանը այնքան պալնամոչյաններ է տվել։ Նիկոլ Փաշինյանը առաջ երթին եթե արտահանձնող լիներ Ռոբերտ Քոչարյանին, նախապես ասեմ, ես ոչ Քոչարյանական եմ, ոչ Նիկոլական եմ, ոչ մի բան։ Այդ որ մատը թափ տալով խոսում էր պարոն Փաշինյանի հետ։ Պարոն Փաշինյանը մատի տեղը, այն որ ասում է ձեզ sense կանեմ, անենց կանեմ, այդ ամբողջը պետքա թափ տար Ալիևին։ Դա մեկ եւ երկրորդը։ Երեխեք ջան, հարգելիներս, իրավունք չունի պետության ղեկավարը մեկ մեզ մատ թափ տալով, ես չեմ ասում վախացնելով, ես եմ ուզում, են եմ ուզում, ես էլ ուզում եմ ինքը իր քիթը վիրահատի։ Այդքան հզոր երգիրա լիքը փող կա, ինչ իր քիթը սկզբից չի վիրահատում։ Նիկոլ Փաշինյանին այս ազգը ինքան պալնամոչյաններ տվեց, որ ինքը ուժեղանար, հզորանար, այտենց երբեք ոչ մի անգամ չի եղել։ Նույնը գից քաշած ասեմ, դրա տարբերակը զուգահեռ 50-50, այս խայտարակ հայյանքները վերաբերմունքը ժողովրդի իր հանդեպ ըստ հասցեի մի քիչ խեղճացնում է թասիբով մեզ հայերիս, որովհետև մեր դուրն էլ չի գալի, որ մեր ղեկավարին մենք այդքան բան ենք ասում, դրա համար Ալիևը թող իր քիթը սարքի մի հատ, եթե արտաքինով ինքը մեր դուրը կգա, պարոն Փաշինյանն էլ կասի կոսմետիկ բանը վմիշательствան միջամտությունը հաջող անց է, երբ որ ինքը իր քիթը կվիրահատի, կսարքի իմ նման կուրնոսի քիթ, եւ ու Փաշինյանն իրան տեսական, էսթետիկական մասը իր արտաքին տեսքի վիզուալ կհավանի, այն ժամանակ Նիկոլը թող մտածի, ինչ կանի չի անը, մեկ եւ երկրորդը։ Ոչ մի նախագահի ես չեմ ուզում, որ մենք հանձնենք։ Երեխեք, անհարմար է արդեն, այն գերինգացները մեր պատիվն է, որ ոչ մեկ չի խառնվում իրար։ Խառնվողներն խառնվում են, սկսում են ասել քյար ունի սրանը, նրանա, պալուբոմը ինչ էլ ուզում ա լինի։ Մի մոռացեք, անբարոյական հայկին արմատն էլ է հայ, մեր ազգից է, ջեբկիր տղամարդն էլ է հայ, մեր ազգից է։ Ուղղակի մեր նախագահները մի քիչ բերեբոր են արի ժամանակին։ Հիմա մենք մնացած մեր տարին կյանքը մնացյալ, պետք է սկսենք քլնգելը բարձ լայն իմաստով ասելը, էս էին են, այ մարդ էդ էին, էդ չէին, վատն էին, թափելիք էին։ Մեկ ուրիշն էլ ասում է, Նիկոլը իրոք գրող ա եղել, լրագրող ա եղել, ժուրնալիստ ա եղել, որովհետև տեսեք, Սուտլիկ Ոսկանը, Ձախորդ Փանոսը, Քաչ Նազարը, Ճախճախ Թագավորը, երևի ժամանակին մարդիկ ունեցել են Նիկոլի նման ծանոթներ, ժուրնալիստներ, չեմ ասում ղեկավարներ, որ նմանացրել են, որովհետև ամեն ինչի հիմքում մի բան ընկնում է։ Այնպես որ ամեն մարդ թող մի հատ իր դիրքերում լինի, ճիշտ եք հասկանում, եւ իր գերանը թողած, փշեր, ես ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի ուզում եմ ասեմ, ոչ մի հայի ամենավատ բռնաբարության հոդվածով դատված տղամարդուն, ամենավատ անբարո անթասիբ կին արմատին, ոչ թե ես չեմ տա Ալիևին, այլ նորից եմ ասում, այդ թեման փակված է, այլևս մենք կորուս հետ գնալու ոչինչ չունենք, եւ վերջապես անհարմար է, եթե 15 թիվը դրել է կասկածի տակ, թող Նիկոլ Փաշինյանը ինձ ասի, եթե իմ պապիկս ծնվել է Հունաստանում, տատիկս Թուրքիա Ատաբազար, ես Երևանում, ով եմ ես։ Այդ դրա պատասխանից հետո նոր կանցնենք առաջ, եւ ինքը այդքան չկա։ Վատ մտքով չեք, առանց իր կալիբրին ձեռ տալով վարչապետ է։ Այդ ամեն ինչը ժամանակավոր է։ Մի հատ հարց եմ ուզում տամ։ Հարգում եմ այն մարդուն, որը իր կյանքից 6 ամիս գոնե կարողանում է հետ գնա։ Անցյալի նկարներից չի ամաչում։ Եվ ինքը այնքան կա, որ կարողանա մեկին լրագրողներին անպատվեց։ Առաջ եկած ժամանակ եկեղեցուն կպավ։ Այս վիրավոր սրտները վարված ծնողների խաթրը կարելի էր առնել, անձայն անցավ, ով փող վերցրեց, ով չվերցրեց, մարդիկ այնքան հզոր ազգ ենք մենք, որ այդքան կանայք ունենալով այդքան առաջն է երկու տղա մի տնից վերջի այն միրա զակույկին տվել են հանուն հայրենիքի, ինչ որ մի բանով կարելի էր սփոփել, ոչ թե 50 հոգուն կանգնացնել դուրս խաշազուն կամ ես իմ ինչը տալ մնացած ծնողներին բանի դաչնի դոմիկներից կեսը անհարմար զգալով, գուցե անհարմար զգալով չհանդիպելով մի ուրիշ զոհվածի մոր մարդիկ եկել կանգնել էին։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ուղղակի կանչ եմ անում եւ կոչ։ Ժողովուրդ, այտենց չի կարելի։ Գոյություն ունի ասած ռուսի պրինցիպ «Ты мне, я тебе»։ Ազգին տվել է երեխա մայրը, նստելա սպասելա։ Մեկ երեխան չի, երկուսի, 10-ի, 20-ի, 1000, 2000-ի, լավ հայրենիքի համար։ Դնում ենք մի կողմ 1000 ներողություն, պայմանական։ Իսկ ինչ ես անում դու, որ զովացնես նրանց կործանված սրտերը։ Ես ինքս երեխա չունեմ, բայց ասում եմ, եթե իմ երեխա հետ անալագիչնի բան լիներ,
Քանի որ հիմա Հայաստանից եկած ամբողջ Հայաստանը եկել է Երևան։ Ով ինչ ուզի բողոքում է, կան հիմնական խնդիրներ։ Ես այդքան գրագետ ու բանիմաց չեմ։ Ես միջին սերնդի մարդ եմ։ Պարոն Նիկոլ Փաշինյան, առանց անպատվելու, առանց ավելորդ մեկնաբանությունների ռեպլիկների, ես խնդրում եմ, դուք ձեզ այնց պահեք, այնց կառավարեք, որ մարդիկ չասեն, տենաս Նիկոլը կտա, պետք է ասեն, պարոն Փաշինյանը, ձեզ ասում են Նիկոլ, արա Նիկոլ, ձեզ Ալիևը մատ է թափ տալի, պարոն Փաշինյան, անհարմար է, մի թույլ տվեք, որ մատ թափ տան ձեր վրա։ Մեկ էլ մի հատ մեծ խնդրանք անձնական, որ դուք երկրից երկիր եք գնում, բարևում եք մի նախագահին, ուղղակի ձեր ձեռքը տվեք, կողք քաշվեք, այնքան է կախվում այդ ձեռքից, ախր ամբողջ ազգը ձեր մեջքի հետևը կանգնած եղի, դուք ինչ եք այդքան տուլանում։ Արել եք, ինչ որ արել եք, վատ թե լավ, եթե զգում եք, որ ի վիճակի չեք, դալշը մի տվեք, մի շարունակեք, կողք քաշվեք։ Դա մեկ եւ ամենավերջինը։ Պարոն Փաշինյան, դուք երևի Իջևանում եք ծնվել։ Դուք չգիտեք Երևանցին կոնկրետ ով է, իրանից ինչ է ներկայացնում։ Երևանցին այսօր, եթե մենք հիմա պրոսպեկտից ոտքով գնանք օպերա, ամենասովորական պրակտիկ հագնվածը Երևանցին է։ Իսկ ով որ իրան ճորթել է բառից լայն իմաստով ու փողկապով մանա գալիս ձիգ ձևով, միևնույնն է, նա հոգով մնացել է այնտեղ, որտեղից որ ինքը եկել է, որովհետև շորով այդ ասույթը չի անցնում, որ տեսքով դիմավորում են, ուղեղով ճանապարհում են։ Ամենալավ հայը նվիրական, որ ձայն չհանեց, մերվեց ամեն ինչի հետ, երկրաշարժից, ինչքան օգնեցինք մենք Ղարաբաղին, բան եւ այլն, դա մենք էինք, մենք, ես կոնկրետ ձեզ ձայն չեմ տվել, ձեր մեջքի հետևը կանգնած չեմ եղել, հեղափոխությունից առաջ էլ հետո էլ գիտեք ինչի համար, որովհետեւ ձեր կողքինները կամ կրկեսից էին, կամ թատրոնից էին, ոչ վատ մտքով մեր դերասանին նախկինում, դուք եթե շատ խելացի լինեիք, որի մեջ ուզում եք մնաք այդ կաղապարի, դուք ամեն մի ջահել աշխատողի մոտ, որ պաշտոն եք տալիս նշանակումներ, ի նկատի ունեմ կոնկրետ նախարարների, մի հատ հին ոսկոր բանիմաց մարդ դնեիք, որ բոլորի լեզուները փակեիք ու բերանը, ախր մի հատ չկա, ճիվաղ, Հավի ջինազը որ գրազ են գալի, այդ բարակության ուղեղի տեղ մարդիկ, կամ ով է տեսել ազգային ժողովում նստած մարդիկ, ես ոչ մեկի անունը չեմ տալիս, բացարձակ բոլորին եմ դա ուղում, ոնց կարելի է նստել, գալիս են ազգային ժողով, որ ասեն արա դու ով ես, արա դե տեղը վեր ընկի արա հեսա քեզ կասեմ արա, քաղաքապետը գոռում է, բան, անվտանգություն, ոնց կարելի է այս աշխատակազմով մեկը ձեզ հարգի կամ վերաբերվի։ Ես որ հարևանին որ գտնում եմ ինձանից իրա խելացիությունը, ուղեղի ցալքը, մի քիչ ուրիշ է, այն մարդը ճաշ է փողա, ծնվելա ճաշ է եփե։ Ես էլ եմ եփում, բայց ես դրանից զատ լիքը բաներ եմ անում։ Ես կողք եմ քաշում։ Այսքան ժամանակ միթե դուք չկարողացաք այդ նախարարների մեջ ընտրեիք բանի մած իրոք խելացի։ Նայում ես առողջապահության նախարարին, մտածում ես Աստված չանի գործը հասնի ստենդավորման։ Նայում ես բանին կուլտուրայի մինիստրին, պարոն Պետրոսի կնոջը չի երևում ընդհանրապես, այս ինչ փոփոխություններ անում, ինչ է ինքը վերջացրել, ես խաբար չեմ, եկեք ես մնացած ведомственные հիմնարկություններին չանցնեմ, որտեղ այս իրա վերջի նշանակումները, պարոն Փաշինյան, ես ավտորիտետնից ձեզ ասում եմ, ձեր վերջի նշանակումները ուղակի խայտառակել է ձեզ, որովհետև ամբողջ համակարգում ведомственные, անվտանգություն, միլիցիայություն ՄՎԴ, ախր մեկը չկա, հին ոսկոր, լավ, Քոչարյանը թափելիք էր, Սերժը թափելիք էր, բայց մի մոռացեք, որ Աբրահամյան կար ընդունված նախկինում վարչապետ, նախագահ էր թե վարչապետ, ես Մոսկվայից եկա, ասեցին, գիտեք, բանը, կանացի լիֆեն քցել վառոտեկից ներս, ժողովուրդը միշտ էլ ընդունել է կամ չի ընդունել, ոչ մեկ այդքան ծանր չի տարել ինչպես դուք, այդ որ ասում են սոսնձված, բան օրինակ ես վիրավորում եմ, դուք սոսնձված չեք, արդեն լավ հագնվում եք, ձեր ճաշակը բավականին ամենտեղ գնալուց, դուք փոխված եք, ձեր տեսքը տեղն է, ճիշտ է, շատ եք ձեզ ուղում, ամբիոնի մոտ կանգնած, ներվային անում եք, դա էլ խնդիր է։ Մեկ էլ մի բան եմ խնդրում, ձեր դեպուտատները, որ կանգնում են ազգային ժողովում, ելույթ ունեն տրիբունայից են կողմ, թող չքորվեն։ Դա շատ ահավոր է, խեղկատակի կարգավիճակում է, մեկ էլ ամենակարևորը։ Այսքան ասեցի, խնդրում եմ, ամեն մի նախարարի կողքին ընտրեք, դրեք մի հատ հին ոսկոր մարդ ու մի հատ էլ մեծ պահանջ գեներալներին մի անպատվեք։ Այդ գեներալների օրոք ինչքան էլ որ երեխա այո մահանում էին, կրակում էին, բայց կրակում էին հաթաթ, քիչ, կարգից, անկախ նրանից պայմանավորվել էին կտան թե չէ։ Փաստը մնում է փաստ,
Ինչ ճիշտ հասկացեք ժողովուրդ ջան, փաստը մնում է փաստ, որ իր օրոք այդքան երեխա գնաց գրուզավիկով տարան, ինչա դրանց մորտեցին, բանակից չէ այդ տղաները չվերադարձան, կրվի դաշտից չգնացին, իրանց հրկիզեցին, էս արեցին, այն արեցին, նորից եմ կրկնում, ես երեխա չունեմ, ես շատ չունեմ այսօր մի բան անելու կամ ավելորդ ասելու, բայց որպես հայ կին արմատ հորդորում եմ ձեզ, նախ Ալիևի քթի մասին դուք մտա, դուք ասեք, այո, Քոչարյանի տեղը մի կին արմատ կա, ինձ հանձնեք Բաքու, բայց թող ինքը մի հատ իր քիթը սարքի, տեսնենք էսթետիկական հաճույք պատճառում է որպես կողքի երկրի ղեկավար։ Նոր մենք կմտածենք, Քոչարյանին ինչի պետք է հանձնեք։ Վատնա, լավնա, մերնա, մեր հայ ազգից է, դավաճ, ձեզ ասում են դավաճան, մեկը լի ձեզ հանձնի, չէ՞, ու պայմանական սենց ասեմ, դուք ինչ եք, դուք ինչ ա, ես չեմ ասում, Քրիստոսն եք ինչ է, այդ որ գյուղում են ճանապարհը փակելուց ասել, որ դուք Աստված եք, այդ ով է ասել, ով է եղել հիմարը դադարկը։ Երևի չեմ իմանում, Պերաշկու լադուկ տեղափոխող ա եղել, շատ 8-րդ դասարանը չի ավարտել։ Այսքան էս խելացի դարում, որ մարդիկ ինտերնետով, բանով ամեն ինչով տեսնում են, որտեղ ինչ ա կատարվում։ Դուք ինքներդ լրագրող եղած ժամանակ, չգիտեիք, բոլորը մեռնում էին Հայաստանի համար։ Բոլորը մեռնում էին գան հայ ազգին։ Այս հայ ազգը այնքան услужливый է, ես չեմ թարգմանում։ Այդ բառը մեր մոտ փողոցում ոչ մեկ չի մնում, մենք շատ հյուրասեր ենք, հյուրընկալ ամեն ինչը, մենք վերջի ամեն ինչով կիսվում ենք, դուք ընենց եք արել պարոն Փաշինյան, այս պահը կիսեք Ավինյանի հետ, ես ինչի պետք է 150 դրամ տամ տրանսպորտի։ Գործը հասցրել եք նրան, պարոն Թարսիբով Փաշինյան ջան, որ տրանսպորտի մեջ հարևանը թեկման, որ իր տեղը երկրորդ անգամ չստանա այդ տոմսը, պարոն Փաշինյան, վերջում է ջան, տրանսպորտի մեջ մեր հայ տղեկը տեղ չեն տալիս, եւ փոխանակվեր կանան, մենք խղճում ենք, ասում ենք, չէ տղա ջան նստի, որտեվ տղեն դարել է արդեն կալիբրից ներքև կանցկին արմատը, իսկ ինչա կատարվի կանանց հետ, բոլորը զորացրված լրբեր են դարել, դարդից, մեկը աշխատում է ընտանիքա պահում, մեկը գնում է Թուրքիա առևտուրը անում, մեկը աշխատում է հյուրանոցում, գիշերվաս մեն, էս ինչ եք արել դուք։ Այս ձեր օրոքա չէ տեղի ունենում, դնում եմ Քոչարյանին են կողմ, նույնը Սերժին, չեմ ուզում այդ անունները շոշափեմ, բայց իդեպ են էլ ասեմ, որ իրանց օրոք, պարոն վարչապետ, ամենայն դեպս, ես այդ տարիներին էի սովորում իրավաբականում, ասեմ ձեզ բաց թեմայով, ես չգիտեմ ով ինչից, բայց Ալիևը լինելով Սերժի երկու բոյ, ամեն դեպքում լավ էլ վախենում էր Սերժից, պարզ պատճառով, որտեվ Սերժը չրտիկի նման ասած աղբարի, այսինքն վիսկչկայի նման, անվճար հավելվածի նման ամեն ինչին չէր արձագանքում, մի անգամ էր ասում ռեսկի ու թեքվում էր, ոնց որ ձեզ ասեց, չեմ տիրապետում սիտուացիային ու դուրս եկավ։ Իրան ոչ մեկ չխնդրեց, դուք ասեցիք, դուրս եկավ։ Հիմա բոլորս ասում ենք, պարոն Փաշինյան ջան, մի քանի տարվա կյանք ունենք, ցավը տանեմ, թող ապրենք էլի։ Երեխեք ջան, այսքան բան։ Եվ պարոն Փաշինյան, ձեր բոլոր բարեկամներին, ձեր են նշանակված 4 դիպլոմանոց պսևդո նախարարներին շնորհավորեք մարտյութի կապակցությամբ, որ օրը եկած ժամանակ ձեզ չհանեն սրերի վրա, վախեցեք, не все, что блестит золото, պարոն Փաշինյան, քանի ժամանակն է, մաքուր հակած կապած, մանավանդ դուք լավ բանը պրիբարախլիցա եք եղել, դարել եք վիլիկի շոպագոլիկ, բոլորին ասում եք, ես ինչ որտից ձեր բերեցիք, դուք որտից եք ձեր բերում, եւ եթե դուք ուզում եք, որ ես ավել պակաս շատ բան չասեմ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ձեր ընտրած քաղաքապետի հայրը, ասում է մարդկանց համբալ մեր ազգային ժողովի նախագահի մայրը ցույց է տալիս։ Այդ ինքն է, իր տղան է, պամյատնիկ неизвестному члену, մայրը կին արմատը, ձեր քաղաքապետի ինչ իրավունքով է սա ցույց տալիս, դուք հետո չասեցիք Ավինյան, Սիմոնյան։ Հա, մի հատ էլ արի, մերը տես ինչ անում, այ բալա, այդտեղ իրար վրա դուխ կտրեք։ Դուք եկել եք ընդամենը 15 հոգանոց, 20 հոգանոց ազգային ժողովի նստած կուսակցությունների ասում եք, սենց կանենք, ընենց կանենք։ Սկի Աստված չկարողացավ պահել, հետ պահել այն սպանդը, որը տեղի ունեցավ։ Միթե դուք ձեզ թվում է, որ դուք Քրիստոսից բարձր եք, ավելի հաստատ չէ։ Դուք այդ կալիբրին չեք ասել, չեք ասնի, այդ ռեխը ձեր համար չի։ Ու զգուշացնում եմ ձեզ, ես ամենալավ մնալով հայկին արմատ, ամենամաքուր սրտով ձեզ ասում եմ, ձեր Ավինյանը, ձեր քաղաքապետը չեն, Ալեն Սիմոնյանը, միա դուք տեսեք որտեղից ում եք բերել, պորտապարպարող կնանիկին բերել եք ձեր կուսակցություն եք անցկացրել, մարդը, որը որ օֆիցիանտի հետ ամուսնացել, ձեր համար դա նորմալ է, ախր մենք զամինիստրի երեխեք ենք, մի օր մեկը չասեց ժողովուրդ ջան, եկեք 150 դրամը բացառում, ոչ մեկ էլ չի մուծում, ես չեմ մուծում, 62 տարեկան եմ, չեմ մուծում, Վարուտին ասում եմ բարև ձեզ, հաջողություն ձեզ, սրտանց եմ ասում, փողը դրել եք մեր վզին, որ մեկի մերը քանի միլիոնանոց տուն առնի, մեկը իր կնոջը տանի ֆրֆրասի, ժողովուրդը հոյի մար չի, հետո ինչ որ ձեն չի հանում։ Կանչեցիք բոլոր Ղարաբաղցիները եկան, չմնացին եկան, հիմա ասում եք խեք եկե, այո, ես էլ չէի ուզենա հետ գան, 50,000 Ղարաբաղցի որ եկել, այսօր է տրանսպորտը մենակ մեքենաների հետ կապված չի, որ
կուտակածա։ Նաև նրա համար է, որովհետև տեղու դադար չկա, քանակը ավելացել է։ Հիմա որ Արտաքսեն Ամերիկայից էլ ոնց որ Տրամփն է անում, մենք ուր պետք է գնանք, ինչ եք առաջարկում։ Եվ դուք այն աստիճանի եք հասցրել վիճակը, որ մարդը պատկերացնում եք ստորության վերջի ճիճը կենտրոնի բնակիչին պայմաններ եք ստեղծում, կամա որ ինքը հանձնվի թող Գյոլին, Շամյան երկուսին, ասում եք կադաստրի մուծումները սենց պետք է լինեն, թոշակառուկինը որ վաստակ ունի, որի վրայից հաստատ մարդու հոտ է գալիս, որը տեսած է, նա գիտի ինտելիգենտնի բառը ոնց է գրվում։ Դուք եք ստիպում գնա որտեղ ապրի։ Մի հատ գնացեք տեսեք հələ ամբողջ կենտրոնը լցված է ոչ երևանցիներով։ Ստիպեցիք բոլորը գնացին Դավիթաշեն, կոնդեցիներին ցիրուցան արեցի, կինո Երևանը, ամեն ինչը։ Դուք որ ասում եք կոռուպցիա չկա, դուք հավատում եք ձեզ։ Այդ հարցին շատ է, դուք ձեզ հավատում եք։ Ախր ջահել տղա ես, պարոն Նիկոլ Փաշինյան։ Դու հələ պետք է 2 հատ 3 հատ երեխա ամուսնացնես։ Դու ինչ գիտես վաղը քո խնամին, սխոսկելու է լավ տեսքով քո ընտանիք ու հետո մատա թափ տալու, լավագույն դեպքում մատա թափ կտա։ Այդպես չի կարելի։ Այդ դուք որ հիմա նոր եք հագնվում, մենք հագել ենք։ Այդ ձեր հագի այսօր շորերով ես աղբ եմ թափում ամեն օր։ Եվ իմ մուտքում մաստիկա եմ գցում, այդքան մենք մաքուր ենք երևանցիներով։ Ու ես կխնդրեմ, նորից եմ կրկնվում, մյուս անգամ թույլ չտաք ձեր այդ Ալիևը մատ թափ տալով խոսի։ Եթե դուք դրան կուլ եք գնում ու թույլ եք տալիս, որ ձեր վրա երկրի խուլիգանը, բոմժը նա որ լոնք ա դնում, դուք երկու լոնք եք դնում, որ հավասարվեք իրան, դա կապ չունի։ Բոյը ոչինչ չի որոշում։ Պարոն Փաշինյան, նորից եմ ասում։ Ինքը իրան թույլ չէր տալիս ամեն դեպքում Սերժի ժամանակ մատ թափ տար։ Սերժի վրա նա մատ չէր կարողանում թափ տար։ Ձեր վրա թափ է տալի, ինչ եք կուլ գնում։ Նա ով է։ Ով է Ալիևը ձեր համար։ Ընդամենը թշնամի։ Լավ, ասում եք եկեք խախանդ ապրենք երկրի հետ։ Ուրեմն դրա պատասխան ինձ տվեք։ Ամբողջը դնում ենք նորից մի կողմ։ Հենց հիմա իմ պապիկը ունի սեփականություն Հունաստանի Վոլո քաղաքում։ Դե որ դուք ասում եք հետ չեն գնում, առաջ չեն գնում, ուզում եմ հասկանամ, իմ պապիկը ծնվել է Հունաստանում, տատիկս Ատա բազարում։ Եթե իրանց այնտեղ չեն եղել, եթե 15 թիվը չի եղել, որտեղից է եկել Արսենուհին եւ Մուշեղը։ Մուշեղը Հրաչյա Ներսեսյանի հարազատ մորաքրոջ տղան է եղել, դեպ դերասան։ Որտեղից եկան հասան իրան Երևան։ Դուք ստիպեցիք, որ ժողովուրդը ամենտեղ ոնց որ ձեզ են նկարում, ասում են նայ քորվեց, նայ կնիկը հակավ, նայ գնացել է Մոսկվա։ Դուք ամեն ինչ արել եք, որ ժողովուրդը էժանանա, դառնա Վեդրոն 200 դրամանոց հոգուտեր մարդ։ Սա մեր ազգին բնորոշ չի։ Ով էլ գա, մենք նոր, այսինքն մենք էլի ոտակ կանգնացենք։ Ես չեմ ուզում, որ դուք այն վիճակում հայտնվեք, որ ժողովուրդը ձեզ հիշի ամենավատ պակսնի ձևով, որովհետև ինչ ասես ձեր հասցեին չեն ասում, որ դուք էլ չլսեք, դուք այնքան ձեր վրա աշխատողներ ունեք, եւ Պուտինին չենք ուզում, Ալիևին ենք ուզում, դա որ ոչ մեկին մենք չենք ուզում, մենք ուզում ենք խախանդ ապրենք, նորից աշխատատեղ, ասում եք աշխատատեղեր է բացվել, որտեղից է բացվել, ամբողջ ռայոնի բնակիչները գրավել են, ամեն մեկը 2-3 տեղ հավաքարարություն անում, հյուրանոցներ է սպասարկում։ Դուք տեսել եք, դուք ինչ եք կարծում, եթե դուք լրագրող եք, չեք ուզում այդ պաշտոնը արդեն վայելած դուրս գաք, ինչ եք մտածում, որ ժուրնալիստը, ակադեմիկը պետք է գնա բարդելուն պահակ աշխատի։ Հոգեպես ի՞նչն է տեսնի։ Ինչ պետք է տեսնի, որ երեկոյան 9000 դրամի համար գա առավոտյան տուն, ասի, այսքան ես նորություններ եմ արել, այսքան բաներ եմ ստեղծագործել, որ ես գամ, ինչ տեսնեմ, լկտիություն։ Այդ ոնց է դուք ուզում եք համոհոտ առնեք ձեր աշխատանքից։ Ժուրնալիստներին ես ապշում եմ ձեր վրա, պարոն Նիկոլ Փաշինյան, դուք լինելով լրագրող, լրագրողներին դրեցիք մի կողմ, կանալները փակեցիք, գնացիք մտակ, ով է մեր առողջապահության նախարարը։ Ով է, մի հատ կարակ ասեք։ Այնքան խելացի մարդիկ կան, այնքան պրոֆեսորներ կան, ախր սխալ ընտրություններ եք անում, պարոն Նիկոլ Փաշինյան, ցավը տանեմ, գանձս, մի արած այս բաներ, չգիտեմ հումորով ասեմ թե չէ։ Ախր ոնց կարող է, դուք ինչ եք մտածում, զոնա նայողը կնիկ պատիլ է, թե տղամարդի վերջո, այս ինչ նշանակումներ եք անում, այս ինչ բաներ եք անում, կամ Պետրոսը արդեն իսկ լավ պաշտոնի է։ Ինչի է կնոջը դրել նախարար, նրան որ նայում ես ուզում ես ասես, մի հատ պերաշկի տամ ուտես։ Ոնց դուք կարող եք այսքան բան անտեսել, թե թիմ եք հավաքում, որ ձեր կնկանից ցածր կալիբրով ինքը գնա իրան լավս գախր ձևը տես չի։ Մարդ միշտ պետք անեց մարդու հետ շփվի, որ մի բան սովորի։ Ես ոչ մեկին չեմ փանովում։ Այն Գալյանը կլինի, արդարադատության նախարարը կնոջ եք դրել։ Ինչ ասեմ, սահմանադրական դատարանը կին եք դրել, այն մյուսին կին եք դրել, փակագծեր չբացեմ, որտեվ բոլորին էլ ճանաչում եմ։ Ոնց կարող եք դուք այսքան բան անտեսեք, խոսալուց էլ են խոսում, ոնց որ ապերո բուլոներ են ախր։ Այդ ինչ ձև են կոսմետիկա քսվում գալիս գործի, այդ ինչ ռաբիս վիճակա։ Դուք ոնց չեք ամաչում, որ իրանց նայում եք, կամ որ այն անգամ այդ բանի գործի հետ կապված ելույթ ունեցավ, այս վերջի ինչ էր այդ ռայոնի անունը, դեպուտատը որ խոսեց, ասեց շների արտագաղթ է։ Շուռ եք եկել, մեջքի վրա պարկել էիք, ծափ էիք տալիս ուրախությունից։ Պարոն Փաշինյան,
Դե որ այտենց պարկը ծափ եք տալի ուրախանում եք, ալիվն էլ ասում էին Մարիանյետկենա, ոնց կասեմ, անենց կանե։ Ձեզ չի սազում, ուղղակի ձեզ չի սազում, մի հատ լրջացեք։ Ալիևը մեռավ ձեր վրա թափ տալով, առավարական ունքերը բարձրացնում անենցած ձեր հետ խոսում, ես տանս նստած վատ եմ զգում։ Եթե ուզում եք Քոչարյանին արտաքսեք կամ Սերժին, ում եք ուզում արտաքսեք, լիքը Երևանցի հայ կանայք կլնեն, որպեսզի իրանց ավելի լավ ես նստեմ, քան թե իմ նախագաներից մեկը նստի։ Ես անենց եմ ուզում, որ ձեր հերթնել գա այտենց արտաքսելու, ինչ որ մեկն էլ ձեր համար սենց սատար կանգնի։ Չի կարելի։ Ես պոլիտիկայից շատ հեռու եմ, բայց որպես սենց ուշադիր նայող ասում եմ, ու նույն բանը ձեզ հարց են տալի պամիդորը որտե աճում, սկսում եք Բադրջանի կոտից, ու բան եք անում, աբիես դեք անում այդ պամիդորի պատմությունը, ո մենք հիմար չենք ախր։ Ասենք բանը մոռացել է, որ կրկեսը պետք է լրի վերանորոգի, բայց մենք ժամանակին կրկես են գնացել, դուք երևի ձեր գուղում եք եղել։ Ոնց կարելի է այս աստիճանի անարգել մեզ։ Ինչի համար։ Էտո՞վ է մեզանից բարձր։ Թե որ մենք ամեն օր ամեն ինչ չենք ուտում, դուք ուտում եք գիտեք էդի վեճն է, հա։ Սովորացրեք ձեզ քիչ ուտելուն, որտեղ որը կգա ձեր ստամոքսը բունտավաց կանի, պարոն Նիկոլ Փաշինյան։ Չի կարելի։ Ինչքան էլ ես հարգում եմ իմ հայ ազգին, ընդունում եմ բոլորին ընդունում եմ թերություններով, անթերի ձեր տեղը ես էլ լինեի, երևի ես էլ կառույցաներ կլինեի, բայց անենց որ կողքիները սոված չլինեն։ Անենց որ ես չզգացվի, որ ես չտես նոր եմ եկե։ Ավինյանի մամանա, պապանա, էլեկտրոմոբիլներով գնում գալիս են, իրանք մեզ սենց անեն, իրանք մեզ ասեն համբալ, ախր այդ համբալը երևի 4 հատ ակա ունեցե։ Ոնց կարելի է, դուք եք թույլ տալիս, ինչի չեք աշխատանքից անում։ Եթե տենց դնեք կտրական մի քանի օկո հանեք, էլի ժողովուրդը չեք տեսնում, ժողովուրդը ոչ թե բարի է, ժողովուրդը մեծահոգի է, որտեվ իր տեսածով հայ ազգը բարձ լայն իմաստով մեծահոգի է։ Տենց մանրակրկիտ թարգմանություն ռուսերեն չկա։ Բլագարուդին առաքինին է, բայց մեծահոգի։ С большой души, բան դուշոյ չի լինում։ Բարեր կա թարգմանեք, չեք կարողանում ասեք, լիքը թարգմանիչներ կան։ Դուք մի քիչ էլ մոռացեք, որ դուք վարչապետ եք, եւ այս լրագրողներին մի քիչ ճիշտ մոտեցեք։ Դուք այնպես պայմաններ եք ստեղծում, մենք դրսում ոնց որ կանացի գաղութում նստած ենք, sense չի կարելի։ Մեկ էլ ասում են, դալմայի մոտ լիքը մեքենաներ է հավաքվում, բայց այդ միլի շուկայի մեջ էլ լիքը մարդ կա, ինչ են առնում եւ ինչ գնի սահմանում։ Մոռացեք, այս 150-ը հիմա որ մուսում են, սա ժամանակավոր է։ Ես ինքս բարձրանում եմ առանց ված զգալու։ Դա անգամ ինձ ասում են, իրոք ասում եմ այո, որովհետեւ օրը կորում եմ, մոռանում եմ, որ պետք է 3 օր ժամկետ ունի դա։ Էլ դար դու ցավ չկա, հիմա դնենք գույքագրումներ անենք։ Ես 3 դիպլոմով մաթեմատիկայից 0 եմ։ Բոլորը գիտեն։ Նստեմ հաշվարկեմ այս անեմ, зачем оно мне надо։ Դուք հաշվարկեք կնես, որ մենք ձեզ վիճեսլից չանենք։ Անենց որ չկա տենց բան։ Կա հայազգ Ռոբերտ Քոչարյանին ես մի անգամ դեմքով չեմ տեսել։ Ի տարբերություն որ Սերժ Սարգսյանին տեսել եմ, ես դեմ եմ, որ ինչ որ մեկին ինքը վաղը միսուր կարող ասի 4 հատ Ալեն Սիմոնյանի, Ավինյանի ձեր կնոջն էլ արտաքսեք։ Պետք է արտաքսեք։ Էս ինչ բան է։ Դուք մի հատ լավ բանի մասին ուշադրություն դարձրեք, բևեռեք ձեր ուշադրությունը դեպի նորմալ կողմեր։ Ինքը սենց ասեց, ինքը գալատերից գլուխը պատով տվեց։ Ինքը իր զորացրված կնոջը թող մի հատ արտաքսի։ Մեկ եւ երկրորդը ամենակարևորը, պարոն Փաշինյանչիկ, прошу вас, դուք իրան ասեք, քիթդ ժողովուրդս ասում է քիթդ վիրահատի։ Միջև իր քիթը նոր մեկի մեջ չգա, բայց այդքան փողա վերցրի, այդքան տերիտորիաներ ագրավե, չի կարողանում մի հատ միջամտություն անի, բժշկական։ Այդ ինչ կլառն այդ քիթը, էքսկավատորի կովշ քիթը նրա, դուք էլ այդ ասեք։ Շատ բան է ինքը ասում։ Ու ամենակարևորը ես շատ խոսացի երեխեք ջան։ Ժողովուրդ ձեզ եմ ասում Նիկոլ Փաշինյանի այս իմ մեկնաբանությունները դրած մի կողմ։ Ժողովուրդ մենք գիտեք ինչ ենք մեղք, որովհետև մենք մտածում ենք մեր օրվա, մեր մասին, մեր առողջության։ Ես այն օրը մտքովս անցավ, որ մեր դերասանները, թատրոնի դերասանները, պարոն Փաշինյան, դուք կարող եք թատրոնի դերասան մնալ մի տարի ու ստանալ իրենց աշխատավարձը։ Փառք Աստծո, ոչ հայրս է դերասան, ոչ մայրս։ Ես ուզում եմ հասկանամ, դրանք ոչ բիզնես ունեն, ոչ բան։ Երկիշներ չեն, որ գնան արտակնյա աշխատանքի կամ խավոր կանգնեն հարսանիքների կամ կանունքների փող աշխատեն։ Դուք մտածում եք մեր դերասանները ինչով են ապրում։ Դուք տեսել եք նրանք ինչ խանութներից են օգտվում։ Պարոն Փաշինյան, մեր դերասանները կուլտուրայի մինիստրին են, նախարարին, են բոյով։ Սարի լանջից եկած կնոջը, մի հատ Պետրոսի կնոջը, հələ հարցրեք։ Ասեք դու թատերական գործիչների աշխատավարձի մասին Ժաննա Անդրեասյան, ինչի՞ չես հոգում։ Ու մի բան էլ եմ ավելացնելու, որովհետև շատ խոսացի, սա նվեր մեր հայ ազգին։ Ժողովուրդ ջան, այդ որ Սարի սիրուն յարը ադրբեջանցիները պսևդո իրանցով են արել, ես հիմա ձեզ կասեմ հումորով, բայց եղելություն։ Իմ հայրս, քանի որ ուտող խմող մարդ էր, մի օր ես 7 տարեկան էի։ Մի օր քեֆը լավ եկավ, ասեց Սարի սիրուն յար, մի հատ մեխակ բեր,
Վայ, ասես թութ, ես ինչ ասեցի։ Մի շիշ արախ բեր։ Ես 7 տարեկան եմ եղել, հիմա 62 եմ։ Ես դա լսել եմ իմ հոր ուստերից, շրթունքներից։ Հիմա որ ինքը ասում է սա կամ Էրիկի երգը, կամ մնացած երգերը եւ այլն վերցում է։ Այդ Ժան Անդրեասյանը փոխանակ հանգիստ վաննայի ձողը վերցնի իրան ձեզ ասեք ուղեմ կանեմ, նախ ինքը ստրայից էլ չի, ոչ էշի նյութի աշխատող է, ընդամենը պիտի պահանջեր, խնդիրը դա չի, դա մանրուկ է, Տիկին Անդրեասյան։ Մի հատ դուք մտածեք, մենք ուր ենք գնում։ Պարոն Փաշինյան, որ ուկրաինացիները պրոսպեկտով կամ մի տեղով անցնում են, ասում են հայ ազգը երևի չգիտի Ուկրաինան ինչ է։ Այս աղջիկը 62 տարեկան 3 դիպլոմով, ասում եմ, сейчас я вам процитирую отрывок из Полтавской битвы, զարմանում են, ասում եմ, да, хотите услышать, ասում եմ, да, ասում եմ, и грянул бой, Полтавский бой, в огне под градом раскаленным стеной живо отраженным над падшим строем свежий стой, штыки смыкают, тяжелые тучи, отряды конницы ледучий, у ամբողջ կռիվը, ես 5-րդ դասարանում սովորած ժամանակ արտասանում եմ ուկրաինացիների համար ապշում են, որ հայկին արմատը անգամ ասում են, վայ ջանս փշակաղվեց, մենք Կիևից եկած անգամ այդ անգիրը չենք իմանում, դուք ո՞նց եք իմանում, այ այտենց նախարար ա եղել մեր ժամանակ, նախարարը, որին չեմ հիշում, եւ Աշոտյանին բռնելով, սրան նրան բռնելով, դուք լենգու լավազներով հավաքվել եք, գիտեք մենք էլ կոնչինի ավցա ենք, հա երևի։ Մի հատ կանգար ձեր մարդկանց ուղարկեք, տեսեք ինչ են ասում։ Ես ձեզ ոչ վիրավորեցի, ոչ է պարոն Փաշինյան, ես տնական քաշած ձևով պատմեցի լրիվ եղելությունը, նախարոշ ինոցի, ու կխնդրեմ, լավ վերաբերվեք առաջինը, այն մարդկանց, ովքեր իրականում Ես չեմ սատարել ձեզ, պարոն Փաշինյան, ես եզակի մարդ եմ, որ ասում եմ չեմ սատարել, իրոք չեմ սատարել, բայց ես ապշում եմ, որ այդ բետոնի հետևը կանգնած դուք մնացիք ընդամենը խմոր։